հայտնվում։ Okay, հուսամ երթևեկությունը ձեզ մոտ okay է, նորմալ վիճակում Հայաստանում այս պահին գոնե հայտարակ կատվածահար վիճակ է, երկու մեին փողոցները ասֆալտապատում են, դե այդ մի քիչ ներողամիտ վիճակ է, հասկանալի է որ Ամիրյան փողոցում սալիկներն են փոխում, Սարալանջը, ովքեր կհիշեն մանումենտի վերևի նոր փողոցն է։ Դա են վերանորոգում են, ասֆալտապատում են, ինչ են անում, փակ է, դրա համար ստորին հատվածները կենտրոն, Ամիրյան, Տերյան, խայտարակ հատվածար, բայց հուսամ Երևանը ավելի գեղեցիկ է դառնում։ Տենց եղավ, որ Սան Ֆերնանդոն էին, ասֆալտապատում մեջտեղը կանաչ գոտի սարքեցին, ինչ արեցին, ինչքան անհարմար վիճակ էր ստեղծված, բայց վերջը ինչի տենց արեցին, դա էլ չիմացա։ Թվում է թե Սան Ֆերնանդոն լենդբոլ լավ էր, էլի, չէ։ Հիմա այսօր էլի սկսել են մեր ստուդիայի փողոցն է, գիտես, հիշում ես Սան Ֆերնանդոն։ Հավիտենական շինարարություն է այդտեղ։ Այո, այսօր 2 օր առաջ էլ սկսեցին, էլի այնտեղ ինչ-որ բաներ են բերել, ինչ-որ քանդում են, էս են անում, են անում։ Ճիշտ է, որ դիմացը բարձրահարկ են սարքելու է, Սան Ֆերնանդո որն է, Garfield, որն էր այդ անկյունը։ Այդ քանի տարի է խոսում են այդ մասին, չգիտեմ, բայց իրական է, իրական չի, կանեն չեն անի։ Դե քաղաքապետարանն է դրանով զբաղվում, չգիտեմ, հաջողություն մաղթենք քաղաքապետարանին եւ մնացած պատկան մարմիններին, իսկ գաղտնալսումները հասցրեցիք ուսումնասիրել ինչ։ Այո, մենք պատրաստել ենք, ռադիոլսողներն եք կլսեն, բայց մեկնաբան ենք սկզբից, խնդրեմ։ Ինչ հետաքրքիր մոմենտ է, չէ։ Բանը ախր այս անգամ շատ լայնամասշտաբ է եւ երևում է կազմակերպված է լավ այդ ամեն ինչը, էլի։ Անգլերեն ասում են well oiled machine, լավ յուղած մեքենայի պես աշխատում է։ 5 ելերն են։ Տասնամյակներով well oiled չլինի, բա ինչո oil լինի, ինչով լինի։ Եվ մի բան էլ նկատեցի, որ բան են անում, էլի այտենց խոցելի մարդկանց են կանանց են դնում, երեխայի մայրեր, բաներ, էլի, որ պատիժը քիչ լինի կամ բան լինի, էլի, ժողովրդի կողմից ավելի թեթև տարվի։ Այդ մի քանի հոգու ձայնագրություններ են արդեն հրապարակել քննչական կոմիտեն, բայց ինչ մակարդակ է, չէ, ինչ մակա։ Գնացինք մալացիա։ Ես ասում եմ տես մի խոսա։ Չէ, բայց դրա շարունակությունը որ ասում է իջանք մալացիա շլվար առանք մի հատ հակա։ Չես լսել տեսա։ Ես հեսա այս բասը ունեմ, խնդրեմ բարեկամներ, ովքեր բաց են թողել մի հատված մեր հրաշք։ Միջև այդ Ռաֆայել, չմոռանանք, չգիտեմ, քեզ 3 դու բան եղավ, առիթ ունեցար Հայրիկյանին լսելու։ Ես այդքան ներվ չունեմ, չէ, որտեղ է խոսացել։ Ուրեմն Հայրիկյանը իր կուսակցությամբ անունը մոռացա, միանում է ում հետ միանում, գիտես, Դոգի կուսակցության հետ, Դոգի հետ։ Վայ Հայրիկյան, Մայրիկյան։ Ափսոս տեղ մոտս չունեմ, ստուդիայում ունեմ։ Հեսա գտնենք։ Ուրեմն ասում է լավ, իսկ ինչու եք միացել, ասում է Դոգի բանի հետ, որտեվ ասում է դա, ասում է ես երկար բան արեցի, քննեցի։ Ամենաազնիվ կուսակցությունն է ասում է որ կա այս եղածների մեջից, բանն ասում Հարիկյանը Դոգ կուսակցության համար։ Եվ ասում է, ինքը տենց հայհոյում է, բան ասում է, ինքը այս բան ամենալավ տղան է ասում է։ Բանի համար, Վարդանի համար։ Հետարքիրա, թող լինի միշտ։ Ես եմ որ լսում ես չես հավատում, mert ասում ես ինձ աթվում թե իսկապես այս մարդը այս բաները ասում է։ Ամենալավ տղան է։ Ինչև է։ Լսենք աղտնալսած այդ քննչական կոմիտեն է բարեկամներ հրապարակել։ Դες չեն ասել բաց կապով ինձ մի զանգեք։ Մի հատ չեմ իմանում, Վահեն կարա այդից ասի։ Չէ, չի կարա, մի հատ զանգի նախ WhatsApp-ից։ Դե մեծ չի որ ես ուրիշ բան էի ասել։ Կապ չունի։ Այդ ասելն էլ արդեն ուրիշ բան է։ Կա։ Մամային ապրիլին է։ Այսինքն ոնց ապրիլին է։ Մի քիչ կբարձրացնես Ռաֆայել։ Փակով զանգել Աբոջան։ Փակով ո՞րն է։ WhatsApp, Telegram, ինչ ունես։ Կամ Արիստե։ Ալիկ եկա։ Հա։ Ո՞վ բերել է։ Գորո։ Դիտման բես անում։ Ապեր հասոյի համար ուղղակի հասոները կնզի բանը ադիսատարեմ, որ այսօր պետք է բերի տա։ Հասկացանք, բայց բալես ոչ մեկ է տենց մի խոսա։
Viber, WhatsApp կա, Telegram կա, զանգի խոսա, տենց բաներ մի ասա հեռախոսով։ Մամայինն էի մենք ուզում հարցնել, մաման ասում Չէ, մամայինը չի նստելու, արձեռն, հետո կասեմ էլի։ Ես Դե հեռախոսով չեմ ուզում խոսամ, կասեմ, հենց էլի կամ վաղը, կամ մյուսով, вообще սորտիկելներ։ Պրիվետ Ասիա։ Պրիվետ, ցավը տանեմ, 2 շաբթի կբերենք, հա։ Տնես կանենք, որ լավ լինի, սենց ասեմ։ Հա, ես էլ բան արին, գնացիմ այսօր գրանցամ Յանում ավտոդոբրոց, սովորեմ, հա։ Էդ էլ կասեմ, կլուծենք։ Գրանցվել եմ արդեն, բայց եթե դա լուծվի հեն պահը։ Կխոսանք, հեռախոսով։ Հա, էլի կյանք, ցավը տան։ Ինչ կա Այս մի հատված, բարեկամներ, սա մի քանի դրվագներով է, էլի, խնդրեմ։ Մի քանի դրվագներով մի վարքյան, հաջորդ հատվածը ներկայացնենք։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության անդամների եւ նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշարք է բաժանվել։ կամավորագրումներ կա։ Ազատ խտերով, Ազատ խտերը ո՞րն է։ ուժեղ Հայաստանով։ Լավ, կտաս մեքանատը մենք կանենք։ Կասած կտամ, մեզ նալի չեն տալի։ Մյուս շաբաթ տենանք այս ինչ արնում, հասոն, գևորը հասայի վրա ջղայնացավ։ Ասեց ինչքան շունշանգյալ կա, բերել ես գրանցել ես շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին կցել ես գյուղերը 100 ես տալի, այն շունշանգյալներին կցես գյուղերը 100-ով, իրանցը կցես շտաբի վրա։ Չէ հավատում ուղղակի կախել է արդեն։ 2 ռես եկել են Բանգլադեշ հետ եմ եկել, բերիմ համանուշիկին շլվար առամ, համեկամ լուսոյին ու քիսոյին տեսամ։ Բան կարտալու տվիմ։ Այն երկուսն էլ աղջիկները, որ միշտ գալի եթում են առավոտ շուտ։ Այն բոշան։ Դրանց եկամ տեսամ 200 տվիմ, մարդը 100։ Հետ եկամ գնացիմ գորի 100-ը տվիմ։ Ասիմ համ կանչում եք, համ էլ երեխեքի վրա գոռում եք, ասում եք սպարտիվ կեքով են։ Փող չունեն, սպարտիվ կեքով պետք է գան։ Փող չունեն, ուզում եք մաքուր շիրերով կան, հանեք փող տվեք։ Խաբար էի, որ 20,000 փող էին վերցը։ 20? Այսօր վայանց հակի շլվարները վաղը որ պետք է հագնեն։ Ալիքն առը։ Փող ստացաք երն ասում է։ Դե ոչ մի 3-4 հոգի ենք ստացել, որ շուտվա գրանցված են եղել։ Հա, գոնե դու ստացա, մեջն ես։ Հա։ Ոչ կայոց ստացես։ Հա։ Ասել իմ 100,000 ստակ։ Ասма շատերը կարող դուրս են որ չեն տալի։ Հա, չնալի։ Չեն տա դուրս կան։ Ինչ արի, խոսացի։ Հասոյի հետ։ Հա, հասոյի հետ։ Հա, բերես։ Ահա դե լավ է, շնորհավոր։ Սկսրուս։ Հա, բա։ Զանգի մասի մապերս բեիշ կասի։ Ասեց հենց հիմա կարած գաս տանես, են վաղ ասեց։ Գոռոմի հա։ Բերեմ։ Ստո, էլի։ Հա։ Ստո։ Հայտը մասում մի հատ։ Հա, էլի, պետք է շատ տա։ Ասում եմ մամա փողը լեսան փոքր թիվ է 300,000, ասի իրան ախպեր, ասենք հիմա ասի այս բանով մի քանի ամիս ասի ոչ մեկ չի կարա էլի այդքան փող բռնի էլի։ Զմո։ Հա, էդի բայց քեզի գրանցել ով ասում չի գրանցում։ Մյուսին ես գրանցվել, ստանալու ես մյուսով։ Այսպես շարունակ ընկերներ, սա կարանք լսենք մոտավորապես դեռ 8 րոպե, բայց տրամաբանությունը այս է։ Ընդհատում եմ, բայց այս վիճակը, խնդրեմ։ Ես 15 հոգի բերման են ենթարկել, 15 բերման են ենթարկել արդեն։ Այս քանի վրա կարելի է ընդհանրապես արգելել չգրանցել իրանց որպես մասնակցելու համար բաներին, ընտրություններին։ Բայց թվերը նա 300,000 ասում է։ Միա։ Առաջ 5,000 ժողովուրդ չէիք, 5,000-անոց չէիք առաջ։ Այդ ինչ դոլարի կուրսը բարձրացավ։ 5,000 հիմա 300, դե $800-900 փող է անում։ $800 փող է։ Այ քեզ պատմություն։ Բա ունեն միլիարդատեր են, հա, կծախսեն։ Այ քեզ ուզում են ամբողջ երկիրը առնեն փաստորեն, էլի։ Դե փաստորեն դա է ստացվում։ Փաստորեն հին բարքերով, նույն ձևերով ուզում են անել այն։ Ու ես զարմանում եմ այդքան լսեցին էլի որ ձայնագրությունները բաներ անում էլի այտենց բան խոսում են բան չունեն էլի այտենց դե մի քանիսը վախվորած էին չի ասում WhatsApp-ով զանգի հա մի քանիսը մնացած փողը բեր բան տար այ
ինչ հասարակություն եմ ասել, այտենց որոշել են, այտենց տասնամյակներով որոշել են ապագան երկրի։ Այդ 5000-ը, 10000-ը X գումարը վերցրել են, հետո 5 տարի քտներից բերել են, երկիրը թալանել են, բա ինչքան տվել են 100,000 անգամ պետք է հետ բերեին, թե չէ, բա սիրունաչների համար էին տալիս, այսենց անուղեղ են։ Երկիրը հանել են աճուրդի։ Հա, էլի։ Բայց գիտես ինչ, մարդ մտածում ա մյուս կողմից էլ, եթե մենք այդքան կաշառակեր ենք, որ պետք է կարողանան կաշառքով հաղթել, ուրեմն հալել այդ ժողովրդին, թող գնան տարապեն, ինչ ասեմ, ես չգիտեմ էլ ոնց մոտենամ այս հարցին։ Ոնց կարելի է այս աստիճանի համար։ Չեն էլ վախենում ոնց որ, գիտես, բանը Այս բարերից ու խոսելա ոչից անգամ զգում ես ինչ հասարակության շերտ է, ինչ շերտն ասես, այն որ շալվարը յարել են պատամեցի մի հատ բերեցի բանը հասոնեկա բան 2 հատ վեկալեց ես տարա տվեցի բանես ասա շնուշանգալներին բերել եք ուղարկեք ռայոն դրա Էտա մեր իրականությունն է սա Զանգեր ունենք թեմայի շուրջ եւ ոչ միայն Եթե արտահայտվեք խնդրեմ բարեկամներ ով է միացել ողջույն Բարև ձեզ Բարև ձեզ Լսում եք հետաքրքիր բան է ուզում պատմեի 2003 թվականից ապա ընտրություններից որ այդ ժամանակ ես 7-8 դասան էի մեր դասարանը դպրոցի մուտքի մտնում էի դիմացի դասարաններ ամեն այդ ընտրությունների ժամանակ մեզ միշտ տեղափոխում էին մի ամսով որ ընդ շտաբ էր դառնում ինչ ուրեմն մեր դասան եթե կհիշեք սովետի ժամանակ դպրոցների պատիկեսը փայտ էր չէ այո գրատախտակը առաջ էր կախած այդ գրատախտակի հետևը միշտ բան կար արանք կար այո Չեմ հիշում ինչ արեցինք չարություն բաման գրատախտակը պոկվեց հետևից ինչ ասես թափավ գարեջրի շշեր բաներ էսյանեյան ու հարուրներով այդ ժամանակ բան քվյա թերթիկներ թափան Ռոբերտ Քոչարյանի բանով արդեն ընտրած բայց դա ընտրություններից հետո արդեն անցել էր ընտրվել էին էսյանեյան իմացան մեզ եկան այդ օրը մեզի առաջի դասից ցաղին տուն ուղարկեցին ուզում ասեմ այն ժամանակ լծոնում եթե եղել էր այնքան էր ավելացել ասած ձեր դասարանից է կեղծումը սկսել եթե տենց ձեր դասարանը աստորեն այնքան էր ավելացել որ էլ պետք չէր եկե լծելին այդ գրատախտակի հետևը ու այդ դեպքը որ պատեց գրատախտակը փոքր տենց հարներով թափավ գետնին մեկ է դա երեխա ենք վերցրեցինք սկսեցինք այլ սախ բաներ Քոչարյան էր ընտրած Անգարանային նմուշներ էին պահեիք եղբայր մի երկու հատ պահեիք Դե չենք հասկանում բանը արդեն իմացան դիրեկտորը տնօրենը եկավ մեզի ասեցին այսօր դուք ազատ եք գնացեք տուն դրանով ուրախացանք էլի որ առավոտ առաջի ժամից մեզ աղեն տուն ուղարկեցին Ահավոր բանա չէ բայց դերեն եկեք լսում ես տենց հա Շնորհակալ ենք որ կիսվեցիք պատմությամբ հարգելից ես լավ որ այդ դրվագն է ուզում ձեզ պատմի Շնորհակալ ենք ձեզ էլ լավ որ ձեզ Ուսես պատումներ գիտես ինչ կանա մի աշխարհ Այո 747-477-3444 եթե ուզում եք զրուցել խնդրեմ կարող եք փորձել կապ հաստատել մեզ հետ Այսօր տոն է ի հեճուկս այս բացահայտումների այսօր Հայաստանում նշվում է ոստիկանության տոնը Այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դարձավ 108 տարեկան կատակ բան չի Առաջին մեր ինստիտուտներից մեկն է Վարչապետ Փաշինյանն էլ այսօր ներքին գործերի նախարարությունը մասնակցեց ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, մինչ նիստը Փաշինյանը եւ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ խոնարհեցին ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին եւ հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի կյանքը նվիրած ոստիկաններին։ Դե ոստիկանությունը ամենակարևոր ինստիտուտներից մեկն է, եթե ազնիվ ու պարկեշտ լինի, ամեն ինչ կարա շատ այլ կերպ ընթանա։ Շնորհավոր տոնդ ոստիկան, արդար ոստիկան։ Եվ ասեմ ձեզ, ես իհարկե ախր Հայաստանում չեմ ապրում, այո, բայց ես զգում եմ տարբերությունը մանավանդ ոստիկանության հարցում,
այդ երբ այդ 2 տարի առաջ էր, տարուկես առաջ էր, որ Հայաստանում էի, շատ ակնհայտ կերպով զգացվում է տարբերությունը։ Մենք սովետական տարիներին տառացիորեն վախենում էինք ոստիկաններից։ Ոչ թե մեզ պաշտպանում էր ոստիկանը, ոնց որ Մայակովսկին էր ասում, «Մայա միլիցիա, մինյա բիրիժոտ», այլ մեր ոստիկանությունը ինչ ուզում մեր հետ անում են։ Հանկարծ մի բառ նենց չասեիր, մի բան նենց չանեիր, գրպանը ունեին իրենք, մի հատ փոքր թղթի մեջ փաթաթած բան էին գցում, մարիխուանայի մի կտոր, տարա վերջացավ։ Ոչ կարող ես իրենց դատարան տանել, ոչ կարող ես իրենց դեմ որևէ բան չունես, ոչ մի լծակ չունեիր։ Ինչ ուզում քո հետ անում էին, գործը կսարքեին, բանկանեին, ինձ մի օր ուշ ժամի տուն էի գալիս, Օրբելի այդ մեքենայից իջա, այդ Օրբելիով գալիս եմ տուն դիմտնեմ, մեկ էլ ոստիկանը ասում է, բա դու ստեղ ինչ ես անում։ Ասեցի, ես շենքում եմ ապրում, ասեցի։ Արա ասում ասեն, արա, ես ստեղի թաղայինն եմ, քեֆն է լավ էր մի քիչ, իրեն որտեղից էր գալի։ Այդ ոնց է ես քեզ չեմ ճանաչում։ Ասում ուրախ չեք որ չեմ ճանաչում, ասիկն ոչ մարդ եմ սպանել, ոչ բան ինչի պիտի ճանաչեք։ Դերը սպասի եւ այլն, մի խոսքով զանգեց, PMG եկավ, բան ինձ տարան քաղմաս։ Եվ այդ երբեք չեմ մոռանա։ Ձերքս բան արեցին, այդ ինչ են արել, շղթ ինչ են ասում, այդ ձեռնաշղթան եւ մյուս ծառն էլ այդ պարավոյ ատապլենին կապեցին, բայց ներքևի մասում, որ ես այնց հատակին մնացի նստած, այդ ձերքս այդ բանին կապած շան նման էլի, հա։ Բացարձակ ոչինչի համար, մինչև այնտեղ զանգեցին, բան մարդիկ եկան, երևի չեմ փող տվեցին, բան արեցին, ինձ տեղից ազատեցին։ Էս է մեր ոստիկանությունը, հա։ Հիմա նայում ես, մարդիկ կաշառք հրաժարվում են վերցնել, կաշառք առաջարկելուց բան են անում, հա։ Ոստիկանի օձիքից բռնում թափ է տալի քաղաքացին։ Էդ էլ մի բան չի իհարկե, բայց ուզում եմ ասեմ, առաքես ծուր երկիր եւ իր դրսեւորումներով։ Զանգ ունենք, զանգեր ունենք, ով է միացել, բարի օր, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, Սարգիսն է։ Ես կուզեի մի հատ բան ասեի ձեր հաղորդմանը։ Ճիշտ ասած, հեղափոխությունը իմ կարծիքով որ եղավ 2018 թվին, հա։ Դա հենց այն էր միակ բանը այն էր, որ ժողովուրդը ասենք մերժեց, էլի փողով քվեարկություն անելու։ Դա էր միակ հեղափոխության, ասենք, այդ սաղ իմաստին, շո, այսինքն տեղի ունեցավ գիտակցության փոփոխություն ժողովրդի մոտ, ու ժողովուրդը մերժեց փողով ընտրություն կատարելը։ Բարձա, մինչև հիմա ասենք կլինեն մարդիկ, որ էլի փողի դեմ քվեարկություն կանեն, բայց հիմնական ժողովուրդը չեմ կարծում էլ, որ ասենք այդ փողի դիմաց ինչ-որ գնա ընտրությունների էլի, ասենք հիմնական մեծ մասը ինձ կմերժի փողով գնալու ընտրություններին ու ընտրություն կանի իր խղճի բանով էլի, ասենք ու տենց էդ է ուզում ասեի։ Մեկ էլ եթե թույլ կտակ մի հատ բան կուզեի ասեի, որը երևի ասենք Հայաստանի հասարակություն քիչ է քննարկվում, ես կուզեի ասենք այս շրջակա միջավայրի համար մի բան ասել էլի, ուրեմն այս վերջերս ինչ-որ հետազոտություն ա եղել, գիտնականների խումբ ա եղել, հետազոտել են, որ մարդու օրգանիզմում արդեն շատ մեծ քանակությամբ հայտնաբերվում է միկրոպլաստիկ ու նանոպլաստիկ, ու ուզում եմ ասեմ, որ այդ կեղտոտելը, հա, միջավայրը կեղտոտելը, դա ոչ միայն ասենք ուղղակի կեղտ է, հա, ասենք, ասենց ասած սիրուն չի կամ լավ չի, այլ դրա հետևանքները են, որ դա անմիջական ազդեցություն ունի մարդու առողջության վրա։ Հիմա այդ գիտնականների խումբը հետազոտել են բանն արել ու այդ ինֆորմացիան ասել են, էլի, որ այս ուղղությամբ եթե գնանք դա մարդու առողջության վրա շատ մեծ ազդեցություն է ունենում, վատ իմաստով, էլի, վատ ազդեցություն է ունենում մարդու վրա։ Շնորհակալ ենք, որ կիսվեցիք ինֆոյի հետ, ձեզ լավ օր ենք մաղթում, լավ եղեք։ Ձեզ ենք լավ օր մաղթում, հաջողություն ձեզ, լավ եղեք։ Սարգսյան, լավ եղեք դուք։ Սա գլոբալ հարց է, արգելի ռադիոլսող, իհարկե հասկանում ենք, որ աղտոտել չի կարելի, դա պարզ բան է, բայց մյուս կողմից նայում ես, ասենք մեզ ասում են շիշը մի նետիր, սա մի արա, իհարկե պիտի չանենք, բայց տեսնում են գերտերությունները այնպիսի զենքերով, այնպիսի քաղաքներու, գյուղերու թաղամասեր են ավերում ջարդուփշուր ապակիով բանով, ֆոսֆորով ու ես չգիտեմ ինչով, որ ասում ես լավ, Ռաֆայելի ու Դերենիկի քայլերով չի էլի որոշվելու շրջակա միջավայրը, թեպետ ամեն մեկս որ աղբը չնետենք բան, գոնե շրջակա միջավայրը
մեր շուրջը գոնե մաքուր կմնա, բայց գլոբալ առումով շատ մեծ պետությունները պետք է իրանց մի քիչ կոռեկտ բային, չգիտեմ դերենիկը կհամաձայնի այս բանով թե չէ, բայց դա հիմա տեսեք, օրինակ Միացյալ Նահանգները այդ հարցում շատ ակտիվ էր մինչև Թրամփի նախագահ դառնալը։ Այդ բաների մեջ էին պայմանավորված միջազգային բանի գլոբալ տաքացման այո 1000 մի բանի Թրամփը որ եկավ առաջի բաներից մեկը որ անեց այդ սաղ վերացրեց ինչու որտեվ այո դա խանգարում է թե ասենք հանքարդյունաբերությանը թե գործարանների մեծ բաներին աշխատանքներին բանն այո դուրս եկավ իհարկե կա այդ վտանգը իհարկե կա ախր ինչքան էլ մեր մոլորակը մեծ թվա ինքը սահմանափակ է ամեն ինչով վաղը միսօր զիբիլով է լցվելու այն աստիճան որ էլ ապրելու հնարավորություն չենք ունենալու եւ այդ զիբիլը ինչ պետք է անենք չգիտեմ շատ մեծ խնդիր է կաշառքի հետ կապված update ունենք ինչպես քիչ առաջ հրապարակեց քննչական կոմիտեն ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները բերման են ենթարկվել մեկ անձին արդեն մեղադրանք է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են որ կոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է այս պահին արդեն 14 անձ ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով շուտով կտրվի լրացուցիչ տեղեկություն հավելյալ սպասենք տեսնենք ինչ եւ ոնց բայց այս ամեն ինչի մեջ մի ռեկորդային բան կա այսօր անտի-ռեկորդ է գրանցվել Հայաստանում դրանով կիսվեցին բոլորը չգիտեմ նկատել եք թե ոչ մեր պատմության ընթացքում ամենամատչելի տոմսը ավիատոմսերի վաճառքն է եղել այն էլ լսեցի հավատալը չի գալի ուրեմն 2 եվրո բան 900 դրամով Գյումրիից Լառնակա Կիպրոս ուղղությունը եղել է մինիմալը պատմության մեջ 2 եվրո կամ 900 դրամ սա ֆանտաստիկայի ժանրից է ուղղակի այսինքն 3 հատ մատնաքաշի փողով ասենց ասեմ կամ 3-4 հատ պուրիի փողով դեպի Լառնակա են մեկնում մեր Լառնակա գիտենք որ շատ արագ բում ա եղել կայքի բայց սա հնարավորություն է սա եւս հնարավորություն է տես մենք որ ասում ենք Գյումրի միշտ ինչ-որ պատկերացնում ենք վայ աղետի գոտի է, չգիտեմ, մենք դուրս ենք գալիս վերջապես այդ մտածելակերպից ու մեր երկրորդ օդանավակայանը հնարավորություն ունի այդպես աշխատելու Երևանից մարդիկ գնացին, որ ընդերից մեկն են։ Սա եւս նշան է, չէ՞, գնանք ընդեր, այսինքն շարժ է, ակտիվացում է, աշխուժացում է։ Նույն բանը ես մտածեցի, ասի որ Հայաստան գամ, հաստատ գնում եմ, այդ տեսնեմ այդ 2 եվրոյով թռիչքի ինչ է իրանց ներկայացնում։ Դա խնդրեմ լսենք զանգ ունենք ով է միացել բարև ձեզ բարև ձեզ հարգելի Հարություն ինչպես եք լավ ենք հարգելի ուղղակի այս տաշարակերների մասին որ լսում որ նողքան եմ ապրում իրականում լուրջ եմ ասում բայց մի հատ հարց ունեմ այս կամ որ ասում բռնել են այս կամ պատճառ ունեն ընտրական կոմիտեն չի կարա իրանց լրիվ զրկի այսինքն որպես կաշառք տվող որպես պետության հիմքերը քայքայող այդ կուսակցությունը չի կարա այդ ընտրություններին քանի որ ինքը մախինացիայով է զբաղվում այդպիսի օրենք գույություն ունի թե ոչ ես այսպես ասեմ ես չգիտեմ այդպիսի օրենք կա թե չէ բայց ես լրիվ համաձայն եմ դες հետ եւ նույն բանը ես էի մտածում դա պիտի մասնագետ լինի որ մեզ կարողանա ասել նման դեպքում հնարավոր է արդյոք արգել է նրանց մասնակցությունը ընտրություններին ես գիտեմ այդ ժողովրդին այսինքն գիտես ինչ խաղ են բռնում իրենք բռնում են այն խաղը որ օրեկան մի 5000 դրամ 2000 դրամ կպցրեց այսպեսին այդ կոպիտ արտահայտություն ալեն այդ կպցնելու վրա է եւ դրանք այդպես մտնում են մարդկանց հակապետական արարքա հակապետական այսինքն պետության հիմքերն են քայքայում ուրիշ պետության հաշվին հակեք այդ կուսակցությունը ինչ են ուզում ես ես չեմ հասկանում ես հակակոռուպցիոնին բռնում են հաջորդը բացում թվում իրանք այդ խնդալով երեք բանացում գիտես մենք ուժեղ Հայաստանն ենք մեզի բաց թողեցին ես կաթ եմ տալի երեխուս այս ինչ անելու բան է
ուղղակի զարմանում եմ ես, ուղղակի զարմանում։ Եթե ուզում մանայի, այդպես օրենք կա Ռաֆայել ջան, չգիտեմ։ Ես չգիտեմ հարգելի, շնորհակալ եմ որ բարձրացանեցիք, տեղյակ չեմ անկեղծ այս օրենքը կա, չկա, բայց Սահմանադրական օրենքն այլ մի կերպ գործարման ձենը գնալ մատնած համար, այսինքն դելի դողոքի ժողովուրդ հաջեք այս կուսակցությունը, որտեղ սրանք նա պարազիտներ են, որ ընկել են ժողովրդի ջանին։ Տեսնո՞մ։ Լավ մնացեք։ Ձեզ լսեցինք, լավ որ ձեզ էլ շնորհակալություն, լավ մնացեք։ Լավ որ ձեզ, մերսի շատ։ Էլի զանգեր ունենք, թեման այնպիսին է, որ շատերը ցանկանում են արտահայտվել, ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սարգիսի ուրեմն զանգից հետո կտրվավ ծրագիրը, ինչ եղավ, որևէ խնդիր եղավ, թե FM-ով անջատվեց։ Այո, FM-ով անջատվեց։ Օլալա, ասում։ Շնորհակալ եմ, սա ստուգենք։ Սարգիսի զանգից հետո անջատվեց։ Online ունենք application-ով, բարեկամներ, եթե FM-ով լսում եք, մի հատ խնդրում եմ արձագանքեք, չեմ պատկերացնում ինչ պիտի լինի, որ անջատվի, եթե լսում եք հիմա FM-ով, խնդրում եմ արձագանքեք, որովհետև մեզ մոտ որևէ բան չի եղել, որևէ բան չենք փոխել։ Ունեք ավելացնելու բան, թե գնանք գովազդային դադարի։ Գնանք գովազդային դադարի, հարգելի բարեկամներ, չփոխեք ալիքը։ Ընթացքում նաև խնդրեմ, եթե լսում եք FM-ով եւ որևէ խնդիր կա, արձագանքեք, հասկանանք ինչու եւ ինչպես։ Շարունակում ենք մեր ուղիղ եթերը, սա դեմ դիմաց հանդիպումն է Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Դադարի ընթացքում մի քանի զանգեր եւս ստացանք, ովքեր ռադիոլսողները ահա զանգում են, ասում են ինչու չի արգելվում, սա վտանգավոր տենդենց է, սա պետության դեմ է եւ այլն, դե թող պատկան մարմինները արձագանքեն ոչ միայն բերման ենթարկելու ձևաչափով, այլ եզրակացություններ անելու եւ որոշ բաներ սահմանափակելու առումով։ Որովհետեւ մի բան բացահայտել են, պատկերացրեք ինչքան էլ չեն բացահայտել, բոլորին հնարավոր չի լսել, հազարավոր մարդիկ են։ Այ հենց այդ է, այո, ես էլ էի դա մտածում, որ այս բանի այսբերգի վերևի մասն է երևում միայն տակից ինչեր են կատարվում եւ ըստ երևույթին ես ենթադրում եմ որ պիտի ինչ-որ օրենք լինի, որի դեպքում ասենք արգելվում է արդեն մասնակցելը ընտրությունների ինչ-որ խախտումների դեպքում, բայց դե որն են այդ խախտումները, ինչ պայմաններում, ոնց այդ արդեն մասնագետի գործ է, բայց հնարավորինս մի բան պետք է լինի։ Ասենք Պողոս Պետրոս Մարտիրոսը գրանցված են ցուցակում, այս ինչ կուսակցության եւ բարձվում է որ այդ մարդիկ բռնվում են, լսում են կաշառքի մեջ, իհարկե այդ կուսակցությունը եւ այդ քաղաքական ուժը որոշակի պատասխան պիտի տա դրա համար։ Ոչ թե օքեյ, գնացին, նստեցին թեկուս, բայց սա մեկը նույն ձևով։ Հետո ինչ, բայց գուցե վարկաբեկումը արդեն ինքնին Well, դա չես կարող ասել, բայց հիմա ես ինչ էի մտածում, որ մենք հիմա ասենց խոսում ենք, բայց այդ մարդիկ փողը ստացել են արդեն եւ վաղ միսօր գնալու են, քվեարկեն, չէ՞։ Բայց դա ոնց են կանգնեցնելու։ Ոնց պիտի անեն, որ այս ինչ որ արել են գոնե չաշխատի, չգիտեմ, ասացիդ նման հիմա իրան ձերբակալելով մյուս հարցերը չեն լուծվում, դե ուրիշը կգնա կծախի այդ բաները։ Իհարկե, եթե ու մի դեպք չի, երկուս չի, էլի։ Էլի զանգեր ունենք, եւս մեկ զանգ, եւս մեկ կարծիք, ով է միացել, բարև ձեզ։ Բարի օր։ Հելո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում եք։ Հելո։ Անջատվեց։ Բարեկամներ, երբ որ զանգարում եք, ընկնում եք մեր ձայնը լսելուն պես անջատեք ռադիոյի։ Ձայնը ինչ ունենք էլ, Ստամբուլում է մեր պատվիրակությունը, Ստամբուլում, գիտեք որ պետք է միջխորհրդարանական միության վեհաժողովը լինի, այս տարի Ստամբուլում է լինելու։ Աշխատանքային այցով Ստամբուլում է գտնվում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գլխավորած պատվիրակությամբ նա մասնակցում է միջխորհրդարանական միության IPU 152-րդ վեհաժողովի նիստի աշխատանքներին, մի շարք երկրների ազգային ժողովի ղեկավարների հետ արդեն նկարահանվել է, նկարներ կա այստեղ տարածված, դեռ այլ մանրամասներ չեն հայտնում, բայց ասում է ջերմ զրույց է ունեցել Մատվիենկոյի հետ, Ռուսաստանի
ֆեդերատիվ դաշնության ղեկավարն է, շատ տիպա, չէ, Մատվիենկոն, 1000 տարի սովետից սաղ ուժերի հետ լեզու կարողացավ գտնել, երևույթ է մի հատ, երևույթ։ Անհրաժեշտ անձնավորություն է։ Այդ որ ասում են 152-րդներ, չէ, ես ինչ-որ հավաքույթը։ Այո։ Գիտեք ինչ եմ միշտ մտածում, տեսնես 151 անգամ այդ ինչ են արել, որ հիմա ուզում են 152-րդ անգամ հավաքվել, էլի, basically գնում գալիս են։ Բայց այստեղ մի բան կա մենակ, որ ես ինչքան ես եմ հասկացել։ Իհարկե ոչ մի գլոբալ հարց չի լուծում այս սիմպոզիումներում բաներում, բայց տեսպես մարդիկ իրար հանդիպում են, պաշտոնյաները ինչ որ հարցեր են լուծում, ինչ որ բան անում են, ինչ որ բան արդյունք լինում է, էլի, որ չի երևացող իհարկե, բայց ինչ որ բան կա, հա։ Էլի ված չի որ երևացող որ։ Ուրեմն տեսեք, միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթի Բիրոլը բարձրիկ հարցազրույցում ասել է. Եվրոպայում 6 շաբաթվա ավիացիոն վարելիք է մնացել։ Բիրոլի խոսքով էներգետիկ շուկան երբեք նման ճգնաժամի չէր բախվել։ Վարելիքի շուկայում ծագած իրավիճակի պատճառը Հորմուզի նեղուցի արգելափակումն է։ Դրա հետևանքով Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Իրաքի, Արաբական Էմիրությունների կողմից միջազգային շուկա մատակարարվող էներգակիրների ծավալը նվազել է 96%-ով, այսինքն կարելի ասել, որ կանգնել է, էլի։ Բայց ինչ հետաքրքիր բան եղավ, չէ՞։ Ուրեմն Պարսկաստանը փակում է Հորմուզի նեղուցը, Միացյալ Նահանգները այդ փակածը մի հատ էլ է փակում, մեն էլ դրսից է փակում, բլոկադա է անում, որ ոչ մի նավ Իրան եւ Իրանից չի կարող դուրս գալ, հա։ Ինչ է լինելու վերջի, ես չգիտեմ։ Ասում է մինչեւ նոյեմբեր բենզինի գները կիջնի, ասում է Թրամփը։ Չգիտեմ, մինչեւ նոյեմբեր ինչ են անելու։ Դոլարն է ջախջախվել։ Դոլարը Իջել է։ Ահա որ է, 370 է դարը։ Վայ 370 այսօր եմ մանր է ու նես իբր բարձր տեղներ հաշվում, մի հատ ցանց կա, այդ ցանցից եմ միշտ օգտվում, միշտ մի հատ երկու հատ բարձր է մնացած տեղերից, խայտարակություն է ուղղակի, 370։ Ես հիշում եմ 500-ից բարձր էր մի ժամանակ կար, դե երանելի ժամանակներ եք ասում, էդի զանգ ունենք, ով է միացել, բարև ձեզ, Ռաֆայել ջան։ Ես Հայաստանից եմ զանգահարում։ Վայ, ինչ հաճելի է, բարի օր, ով է միացել։ Արտակն է, Ռաֆայել ջան։ Հաճելի է, շատ։ Արմավիրի մարզից եմ։ Արմավիրի մարզից Արտակը։ Ես այդ բանից էի ուզում խոսալ, այդ փող բաժանելուց, էլի։ Դրա այդ որ բաժանում են, որ բռնում են, հետո դրանք դեմքերը պետք է ցույց տան, որ ժողովուրդը տենա այդ դրանք ովքեր են, համ բաժանողների, համ վերցողների, որ իհարկե, ժողովուրդը տենա, դրանց ինչ ասես ասի։ Այո։ Ու ամենախիստ պատիժը պետք է դրանց վրա դրվի։ Ցամա բանտարկություն։ Ոչ երեխա 7 տարին քիչ է, ցամա։ Ոչ անչափահաս երեսները փակում են։ Պիտի ցույց տան, ես էլ եմ ձեզ հետ համաձայն։ Բա ոնց։ Դե ցույց տվեք կանոն ազգանունով, թե չէ անվան մեկ էլ ազգանվան առաջի տառը ասում են, ով է իմանում ով է, Արտաշատի տեսա։ 100 հոգի կան այտենց։ Այս երգիրը ծախողների դեմքը պետք է ժողովուրդը տենա։ Արտակի հետ ես միանշանակ համաձայն եմ, կեցեք Արտակ ջան, շնորհակալ ենք զանգի համար։ Ես մեկ էլ մի բան էի ուզում ասեի, որ միշտ ասում եք այդ մտավորականներն են այս երգիրը քանդե, ուզում եմ ավելցնեմ, որ ոչ միայն մտավորականներ, այն սուտի փոլ լուծաբաններն են այս երգիրը քանդում։ Դե հա, կա տենց բան։ Բոլորը դարձան դիվանագետ ու վերլուծաբան։ Արտակ ջան, ձեզ լավ օր։ Այո, նստած Այո, հաջողություն ձեզ։ Լավ օր ձեզ։ Ինչ հաճելի է, որ զանգը նաև Երևանից է լինում, դա շատ հաճելի է, շնորհակալ ենք մեր արմավիրցիներին ջերմ բարևներ։ Վերջին անգամ երբ եք եղել Արմավիրում դերենիկ։ Հին բարի Արմավիրը, լավն է։ Չեմ էլ պատկերացնում, որ կողմեր են գնում։ Էջմիածին, Արմավիր, Մեծամոր, Տատոմակայանի այդ կողմերը, Սարդարապատ, այդ լավ է։ Հիմա ուրեմն այստեղ այս շրջափակում բան որ խոսում ենք, ուրեմն հրապարակել են Ադրբեջանից դեպի Հայաստան եկող այս վերջին ժամանակ ինչքան գումար է արդեն
ինչքան գումարի բան է ներկրվել հիմնական վառելիքի մասն է խոսքը, ուրեմն այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, հիմնականում վառելիք, այս մասին հայտնում են լրատվականները պետական մաքսային կոմիտեի տվյալներով։ Արտահանումը հիմնականում եղել է երկաթուղային ճանապարհով Վրաստանի միջով, հա, այսպես տարանցմամբ, եւ հայց են ներկայացրել ինչ ենք մենք կարող արտանել մենք մեր կողմից, եւ ըստ աղբյուրների, այս վերջին հանդիպումը, որ եղավ գործարար համայնքի հետ Փաշինյանը, որ հանդիպել էր բան, այդ հարցերի քննարկումն էլ էր, ինչ կարող ենք մենք տանել, զարմացա այսօր ասում են, ինչ որ տեքստիլ արտադրանքի շուրջ կարա քննարկում լինի։ Ես շատ ինֆորմացիա չունեմ։ Ես միշտ զարմացել եմ, այնպես բաներ ա դուրս գալի, որ մտքովդ չեր անցնի, որ հա, մեկ էլ տեսնում ես Հայաստանից ինչ-որ բան ա գնում, որ այ առևտուրը տենց հետաքրքիր բան ա։ Այո, փաստորեն։ Եվս մեկ զանգ, ով է միացել ու աստիճանաբար ամփոփենք մեր զրույցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Սամոս Արգիշտի դեր մշտական լսողներից եմ։ Շատ հաճելի Արգիշտի, շնորհակալ ենք։ Իմ կարծիքն է ուզում հայտնել ես ընտրությունների հետ կապված։ Մի լսող ունեք, զանգող ունեք, որ միշտ զանգում է շատ կոպիտ ձևով արտահայտվում է, որ այդ ընդդիմադիրներին պետք է փակել, վառել եւ այլն եւ այլն։ Ու պարոն Դերենիկը միշտ ասում ախր բա մենք ինչով ենք իրանցից տարբերվում։ Ես համաձայն եմ այդ լսողի հետ այնքանով, որ չի կարելի թողնել հակադեմոկրատական ուժերին դեմոկրատական ճանապարհով գալ իշխանության եւ ջնջել ամբողջ դեմոկրատական արժեքները։ Պետք է նրանց դեմ առնել ամեն ձևով։ Պատկերավոր ասած, պատկերացրեք, մեր քաղաքացիությունը դեռ չի հասել այն աստիճանի գիտակցության, որ չի կարելի, չգիտեմ, կաշառք վերցնել եւ այլն։ Պատկերացրեք, որ երեխայի վերցրել ենք, պահում ենք ու հիմա դրսի խուժանը նորից ուզում է վերցնել տանի այդ երեխային գծի ջրերը։ Իշխանությունը որպես ծնող պետք է ամեն ձև այդ երեխուն պահի։ Հիմա ասում են թաքս մուծի կոպիտ ասած դասեր արա, այս կոմենկոմ երեխեն նեղվում է փնփնթում, բայց հետո երեխեն մեծանա շնորհակալությունը կհայտնի մեր ժողովուրդը որ ազգ դառնա, հետո հետագայում ինձ թվում է շնորհակալությունը կհայտնի։ Այդքանն է ուզում ասել։ Շնորհակալ հարց ունեմ ձեզ Արգիշտի ջան, ինչ եք առաջարկում դուք։ Ես էլ եմ իհարկե կուզենանք դրա դեմ պայքարենք, կուզենանք արմատախիլ անել, բայց ոնց անենք, որ օրենքը չխախտենք ու իրենց պատժենք։ Ախր մենք օրենք ասելով նախ եւ առաջ հասկանանք, պետք է հասկանանք ինչ ենք հասկանում օրենք ասելով։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը ինչ որ մեկը պետք է գլխին տա, ինչ որ մեկը պետք է գլխին բամփի։ Մենք չենք կարող երեխեն, եթե դեռ 1+1 չի սովորել, ինչ է, իրան ֆիզիկա սովորացնենք։ Պետք է նաեւ ճնշել ինչ որ միտեղ, նման այդ ինչ ասեմ, ախր չեմ ուզում ոչ եթերային բառերով արտահայտել, այդ մարդկանց պետք է ճնշել։ Որովհետև մեր հասարակությունը ընդհանրապես երբ որ զարգանա, երբ որ չգիտեմ ընտրազանգվածի 70%-ը գնա ընտրության ու 5%-ն էլ կաշառք վերցնի, դա ուրիշ բան, բայց ընդամենը 15-20%-ն է գնում, չգիտեմ 30%-ն է գնում ընտրության։ Ու դրա մեջ էլ կաշառք վերցնողները շատ են։ Ու հետո դա արդեն անդրադառնում է ամբողջ ընտրության վրա։ Երբ որ զարգանա, կան հասնենք այն գիտակցության, որ գիտեք ինչ ընտրությունով բան է փոխվում, որ գիտեք ինչպես թաքսերը մուծելով, չգիտեմ, բժշկական ապահովագրություն ենք ստանում, գիտեք ինչ, սա, այդ ժամանակ արդեն կարող ենք ասել, օքեյ, երեխան զարգացել է, թողնենք ինքն իր ընտրությունը կատարի։ Հիմա ծնողի դերում իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ երեխուն չթողնի սխալ ճանապարհ նորից ընկնի։ Ընդամենը դա, այ ոնց արվի, ես համաձայն եմ ամենակոպիտ ձևերով, բայց օրենքի խախտում կլինի դա թե չէ, ճիշտ ասած ինձ այդքան էլ չի հետաքրքրում, միգուցե եւ լինի, բայց պետք է ամեն գնով երեխուն հետ պահել այդ ամեն ինչից։ Շնորհակալ ենք հարգելիս զանգի համար, ձեր կարծիքի համար ու ինչ որտեղ, իհարկե։ Հաջողով միշտ լսում ենք։ Շնորհակալ ենք Արգիշտի ջան, ձեզ լավ օր։ Դերենիկի հետ կապն էլ ընդհատվեց, հարգելի բարեկամներ, միշտ էս եթերի վերջին րոպեներին անհասկանալի կերպով ընդհատվում է, բայց ավարտվեց մեր եթերաժամը, արդեն 52 րոպե զրուցում ենք միասին։ Այսօր հիշեցնեմ, որ նաև AM/PM երաժշտական վիկտորինան ունենք, ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր զանգահարեցին, ովքեր իրենց կարծիքը արտահայտեցին։ Այո, սա առանց գույները ավելորդ խտացնելու, տեղից էլ խիտեն, սա լինել չլինելու հարց է։ Ես մեր ռադիոլսողներից շատերի հետ համակարծիք եմ, որ
եթե պետությանը վտանգ է սպառնում, եթե դեմոկրատական ճակերտավոր, դեմոկրատական ճանապարհով մարդիկ ուզում են խլել իշխանությունը կաշառքներով, տակից տասով շիկներով եւ մնացած այդ մանկլավիկներով եւ այլն, իհարկե պետությունը պետք է արձագանքի, պետությունը պետք է հրապարակի այդ մարդկանց նկարները, ինչպես ասում էր եւս մեկ ռադիո լսող Արտակ, եթե չեմ սխալվում, չէ, Արտակներ Արմավիրից, եւ պետք է մարդիկ իմանան, չափահաս մարդ ինչ երեխեք են այդ կաշառք տվողներն ու վերցնողները, որ չեք հրապարակում, խանութից բուլկի ես գողանում 6 օր սուրանկյուն, բութանկյուն, փռվածանկյուն, շամշյան, սաղ ցույց կտան, այնքան գժվես, մի հատ ավարիա էս տալի, ամբողջ օրը բանա, բա պետությունը քանդում, եմ պիտի ցույց տաս այդ մարդուն, Անդուր Բայանդուրյան վերցրել է այսքան փող, առաջարկել է այսքան փող, որ այսիշ մարդկանց օգտին քվեարկեն, հրապարակում պիտի նկարները մեծ այդ պատկերասրահի կողքն բան արեք, ցույց տվեք, այն էջեր ունենք, չէ՞ մեզ մոտ, մեր մեծերը սևակի նկարն այն արցանը չստացված, տերյանը, մյուսը, բայց եկեք մեր տականքները ու ցույց տվեք, տեսեք ոնց կարող չանա հասարակությունը։ Ոյ, տենց բաներ չենք անի, դե մնացեք։ Այսքանը